ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական նոր դիրքերի վերաբերյալ միասնության թևերի ահազանգն ու պաշտպանության նախարարության հերքումը, ում փաստերն են ճիշտ։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտից նվերներ վենց ամուսիններին, աշխատասենյակներում հրաժարականներ։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից հետո թանգարանի դրաման շարունակվում է։ Բացահայտվել է Հայդատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ ազգությամբ հայերի, այդ թվում ազգային ժողովի падգամավորի ներգրավմամբ, ինչ է հայտնի։ Թեհրանում հայկական թաղամաս են հրթիռակոծել։ Մանկությունը պատերազմի ճիրաններում, պատերազմների առաջին զոհերը երեխաներն են։ Ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության տարածքում նոր դիրք կառուցել են, թե ոչ, այս հարցը արդեն մի քանի օր է դարձել է իրարամերժ հայտարարությունների պատճառ։ Որ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել, Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել էր նախորդ շաբաթ։ Ասածը հիմնավորել էր արբանյակային լուսանկարներով։ Արման Թաթոյանի նույն օրը խորհրդարանում կտրուկ ու շատ կարճ էր արձագանքել պաշտպանության նախարարը։ Հարայ հերոց զուտ նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմ։ Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Պապիկյանի ելույթին հաջորդեց Միասնության թևերի բողոքի ակցիան պաշտպանության նախարարության դիմաց։ Արման Թաթոյանի թիմակիցները նախարարից պարզաբանում էին պահանջում, ասում, որ ստել է խորհրդարանի ամբիոնից։ Առաջին քայլը, որ պիտի արվի, դա բանակցային սեղան վերադարձնելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեօկուպացիայի հարցը, որը որ մեզ համար կապահովի նախևառաջ բանակցային շատ մեծ խորք եւ կանգ առն այս զիջումները, որ տեղի են ունենում կառավարության կողմից։ Պարզաբանում ստանալու նպատակով երեք փորձեցին կապ հաստատել պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի հետ։ Մեր զանգերը մնացին անպատասխան, բայց մի քանի ժամ անց մամուլի քարտուղարը տեսանյութ հրապարակեց ու հերքեց մինչ այդ տարածված բոլոր հայտարարությունները։ Ադրբեջանական որևէ դիրք Հայաստանի Հանրապետության տարածքում չի կառուցվել։ Վերջին օրերին մի շարք հանրային գործիչներ եւ լրատվամիջոցներ կեղծ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Այս կեղծ շրջանառվող տեղեկությունները ուղեկցվում են նաև Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 100,000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ, այն քարտեզներ, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ քարտեզը, որտեղ դեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը, կանաչ գծանշումով ներկայացված է Google Earth ծրագրային ապահովման ներկայացած սահմանագիծը, որը ունի իրավական հիմք եւ ունի շեղումներ, ինչի մասին արդեն նշեցի, եւ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են առել եւ շարունակվում են արդեն օրեր շարունակ։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը եւ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ի վերջո, ով է ճիշտ եւ ում փաստերն են արժանահավատ։ Այս թեմայի վերաբերյալ մեր ծավալուն ռեպորտաժը կլինի մեր լուրերի հաջորդ թողարկման ընթացքում, իսկ մինչ այդ տեսնենք ինչպես է մասնագետը մեկնաբանում պաշտպանության նախարարության հերքումը։ Մենք արել ենք շատ հստակ աշխատանք, ինչ ենք արել։ Տոպոգրաֆիկ քարտեզը պաշտպանության նախարարության կողմից տրամադրված եւ մեր արբանյակային լուսանկարները, որոնցով հստակ երևում է դիպքը, համադրել ենք իրար եւ շատ հստակ երևում է, որ այս մարտական դիրքը, որը շուրջ 9000 քառակուսի մետր տարածք ունի, հստակ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանի ներսում։ Ադրբեջանական դիրքերի առաջխաղացման թեմային զուգահեռ օրակարգում է հայտնվել մեկ այլ աղմկահարույց թեմա՝ սկանդալ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի շուրջ։
Միացյալ Նահանգների փոխնախագահը կնոջ հետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, ապա ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, Հայոց ցեղասպանության եւ Արցախի մասին պատմող գրքերն էլ որպես նվեր տարան իրենց հետ։ Այդ այցից հետո նրանց կյանքում հավանաբար ոչինչ չփոխվեց, իսկ ահա Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում սկսվեց իրադարձությունների մի մեծ շղթա։ Տնօրենի հեռացում, աշխատակիցների դիմում վարչապետին եւ փոփոխություններ հոգաբարձուների խորհրդում։ Թանգարանի շուրջ տեղի ունեցող զարգացումները շարունակվում են, պաշտոնական պարզաբանում չկա։ Այց, որը միջազգային օրակարգում գուցե ընդամենը արարողակարգային կանգառ էր, բայց դրանից հետո Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում սկսվեց զարգացումները տրամաբանական ավարտին չեն հասնում։ Իմ գործընկեր Գառնի Մութաֆյանն է ուսումնասիրում թեման։ Ռեպորտաժը դեռ պատրաստ չէ, բայց կարող ենք լսել ինչպես է թանգարանի շուրջ զարգացումները մեկնաբանում թանգարանի նախկին տնօրենը։ Ներողություն, մեկնաբանություններ կլսենք ավելի ուշ, թեման մեր ուշադրության կենտրոնում է, ամբողջական ռեպորտաժը կարող եք դիտել ավելի ուշ YouTube-ի մեր ալիքում։ Աղմկահարույց թեմաների պակաս չկա մեր երկրում, հիմա էլ պարզվում է Հայդատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ է բացահայտվել, այն էլ ազգության փայերի ներգրավմամբ։ Իսկ ամենաուշագրավը այդ անունների թվում է Ազգային ժողովի падգամավորի անուն։ Ամերիկյան լրատվամիջոցին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայդատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Մասնավորապես մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայդատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկության փոխանցում հետևյալ անձանց հետ հանդիպումների միջոցով։ Եվրոպայում անվտանգության եւ գործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր իշխող խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյան, պատմաբան Նժդե Հովսեփյան, Քարնեգի հիմնադրամի այցելու գիտաշխատող Գարո Փալյան։ Պատգամավոր Մարիա Կարապետյանը մեր զանգերին դեռ չի պատասխանել։ Լսենք ինչպես է այս ամենը մեկնաբանում Հայդատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ Մեզ համար այլևս ակնհայտ է այն կապերը, որոնք միմյանց հետ ունեն Apollo Strategic Communications, Ադրբեջանի Humanitarian Technology Center եւ այս բոլորի, այսպես ասած, MIRAS SK group կազմակերպությունները, ակնհայտ է, որ այստեղ ադրբեջանական հետք կա եւ բնականաբար Լոնդոնում հիմնադրված մի կազմակերպություն ում իրենից չպետք է վերցնել եւ Հայդատի Ամերիկայի հանձնախմբի դեմ պայքար սանձազերծել, բնականաբար որ դա արվել է որոշակի ֆինանսական փոխհատուցման դիմաց, որպես ուղղակի լոբիստական գործունեություն, այսպես ասած, որի նպատակը պետք է լիներ արատավորել Հայդատի Ամերիկայի հանձնախմբի բարի համբավի հեղինակությունը եւ այն աշխատանքը, որ հանձնախմբի կողմից իրականացվում։ Ակնհայտ է, որ պատվիրատուները եղել են այս թշնամական շրջանակներ եւ արդեն ակնհայտ է, որ այդ կազմակերպության հետ համագործակցության նախնական երաշխիքներ նվազագույնը տրվել է այդ 4 անձանց կողմից, որոնցից մեկի անունը հայտնի չէ, որը ամերիկացի է, մյուս 3-ը ցավոք սրտի կրում են հայկական ազգանուններ։ Խորհրդարանական ընտրությանն ընդառաջ Ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել։ Խորհրդարանի առաջիկա ընտրությանը կիրառելու են լրացուցիչ մանդատի սկզբունքը, ձայների 52%-ը ստացած քաղաքական ուժի օգտին կհաշվեն շեմը չհաղթահարած ուժերի ձայները։ Փոխվել է նաև կոալիցիա կազմելու սկզբունքը։ Սեդա Մակարյանն է ներկայացնում փոփոխությունները։ Հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությանն ընդառաջ մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել ընտրական օրենսգրքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն է ներկայացրել փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 7-ից։ Կուսակցությունների անցողի շեմը իջել է 4%։ Դաշինքների շեմը բարձրացել է 7%-ից 8% եւ 10%։ Ինչով է այս տարբերակումը, մինչեւ 3 կուսակցություն դրանք 8% շեմի ներքո են, մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքները 8% շեմի ներքո են ընկնում, 3 եւ ավել կուսակցությունից բաղկացած դաշինքները 10% շեմը պիտի հաղթահարեն անցողիկ շեմը։ Փոփոխվել է նաև գրավի չափը։ Կուսակցությունները նախկին 10 միլիոնի փոխարեն կվճարեն 7.5 միլիոն դրամ, դաշինքները 15 միլիոն դրամ։ Փոփոխվել է նաև կոալիցիա կազմելու սկզբունքը։ Նախկինում կոալիցիա կարելի էր կազմել առավելագույնը 3 քաղաքական ուժի միավորումից։ Նոր փոփոխությունը թույլ է տալիս 3-ից ավելի ուժերի միավորումը։ Այս արգելքը հանվել է եւ սահմանված, այսինքն նոր արդեն կարգավորումներով
առաջի ժամկետում, այսինքն 9 օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին, եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո արդեն ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին, այս միջազգային տերմինաբանությամբ ընդունված է ասել փոքրամասնության կառավարություն կամ փոքրամասնության կոալիցիա ձևավորելին։ Կիրառվելու է նաև լրացուցիչ մանդատի ինստիտուտը, ըստ որի շեմը չհաղթահարած ուժերի ձայներն ավտոմատ փոխանցվում են 50% եւ ավելի ստացած ուժին։ Ընտրական օրենսգիրքը սահմանում, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվի լրացուցիչ մանդատներ մինչև այդ 52%-ը լրացնելու չափով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարն անդրադարձել է նաև այս օրերին հանրապետության տարբեր վայրերում փակցված նախընտրական պաստառներին, ըստ նրա, քաղաքական ուժերը իրավունք ունեն մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելու։ 2022-ի դրությամբ էլ Հայաստանում 200,000-ով նվազել են ընտրելու իրավունք ունեցողների թիվը, իսկ գրանցված կուսակցությունների թիվը շարունակում է աճել։ Մոտ 2.5 միլիոն ընտրող ունեցող երկրում 126 գրանցված կուսակցություն կա։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հրթիռակոծել են Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Ըստ վերջին տվյալի, բարեբախտաբար բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով եւ զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։ Իսկ ԱՄՆ հետախուզությունը տեղեկացրել է, որ Իրանը կարող է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։ Սպիտակ տունը զգուշացրել է, որ եթե դրանք անմիջապես չհեռացնեն, Իրանի համար կլինեն աննախադեպ ռազմական հետևանքներ։ Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ զինված ուժերը մշակում են տարբերակներ նեղուցը բաց պահելու համար։ Իրանի ռազմական հրամանատարությունն էլ հայտարարել է, թե աշխարհը պետք է պատրաստ լինի $200 վճարել նավթի 1 բարելի համար, քանի դեռ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը չի ավարտվել։ Անցած գիշեր Իրանի բանկերին հասցված հարվածներից հետո երկրի ռազմական հրամանատարության խոսնակը նաեւ սպառնացել է համարժեք պատասխանով հարվածել Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հետ գործակցող բանկերի վրա։ Էներգետիկ շուկայում խորացող անորոշությունն ու գնաճը մեղմելու համար Ճապոնիան եւ Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են նավթ բաց թողնել իրենց պաշարներից։ Հաղորդվում է նաև, որ միջազգային էներգետիկ գործակալությունը, որը ստեղծվել է նման ճգնաժամերին հակազդելու համար, խնդրել է անդամ պետություններին 400 միլիոն բարել նավթ տրամադրել։ Մինչ աշխարհը խոսում է քաղաքականության, բիզնեսի ու ռազմավարությունների մասին, պատերազմի իրական դեմքը մնում է անտեսված։ Պատերազմների պատճառով ամենաշատը տառապում են երեխաները, ու հենց դրանք էլ ամենաշատ զոհերն են։ Աշխարհաքաղաքական մեծ հաշվարկների մեջ զոհված երեխաների թիվը մնում է ստվերում։ Նախորդ 6 տարվա ընթացքում մոլորակի տարբեր անկյուններում պատերազմներ են, որոնք խլել են հազարավոր մարդկանց կյանքեր։ Արցախից Ուկրաինա, Գազայից Սուդան, Միացյալ Նահանգներից Իրան ռազմական հակամարտությունները հազարավոր մարդկանց կյանք են խլել, բայց այդ թվերի մեջ սարսափելի մի վիճակագրություն կա՝ պատերազմներում զոհված երեխաների թիվը։ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում մոտ 473 միլիոն երեխա ապրում է հակամարտող կամ հակամարտության անմիջական սպառնալիքի տակ գտնվող տարածքներում։ Մեծահասակների որոշումները, զենքի գործածումը եւ ռազմական գործողությունները ոչ միայն խլում են երեխաների կյանքեր, այլև թողնում են խոր հոգեբանական վերքեր։ Ինչպես տեսնում ենք բոլոր պատերազմներում, մեծահասակների անպատասխանատու որոշումներն ու գործողությունները խլում են բազմաթիվ երեխաների կյանքեր, նրանց անվտանգությունն ու ապագան։ Երեխաների սպանությունների եւ հարձակումների հետևանքով պատճառված ֆիզիկական վնասներից բացի, բազմաթիվ երեխաներ բախվել են կորստի ու բռնության այնպիսի մակարդակի, որը վնասակար է նրանց հոգեկան առողջության եւ բարեկեցության համար։ Պատանիների կեսը նշում է, որ դժվարանում է քնել, իսկ յուրաքանչյուր 5-րդը տառապում է վատ մտքերից եւ վերապրում է տեսածի հիշողությունները։
2022 թվականին սկսված Ռուսաստան-Ուկրաինա լայնածավալ պատերազմը դարձավ Եվրոպայի ամենամեծ ռազմական հակամարտությունը երրորդ համաշխարհայինից հետո։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի տվյալներով 2026 թվականի դրությամբ հաստատվել է առնվազն 775 երեխայի մահ, ավելի քան 2400 երեխա վիրավորվել է պատերազմի ընթացքում։ UNICEF-ը նշում է, որ իրական թիվը կարող է ավելի բարձր լինել, քանի որ մարտական գործողությունների պայմաններում բոլոր դեպքերը հնարավոր չէ հաստատել։ Ուկրաինայում դպրոց հաճախող երեխաների գրեթե կեսը զրկված է դասերին ֆիզիկապես մասնակցելու հնարավորությունից, իսկ ամբողջ երկրում մոտ 1 միլիոն երեխա ընդհանրապես չի կարողանում առերեստ մասնակցել ուսուցման գործընթացին անվտանգության խնդիրների պատճառով։ Ուկրաինայի երեխաներին հրատապ անհրաժեշտ է անվտանգություն, կայունություն, անվտանգ կրթության հասանելիություն, երեխաների պաշտպանության ծառայություններ եւ հոգեսոցիալական աջակցություն, բայց ամենից առավել Ուկրաինայի երեխաներին անհրաժեշտ է խաղաղություն։ 2023 թվականի հոկտեմբերին սկսված Իսրայել-Գազա պատերազմը երեխաների համար դարձել է վերջին տասնամյակների ամենաողբերգական հակամարտություններից մեկը։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով պատերազմի ընթացքում Գազայում մոտ 22000 երեխա է զոհվել, իսկ ավելի քան 44000 երեխա վիրավորվել կամ հաշմանդամություն է ձեռք բերել։ ՄԱԿ-ի զեկույցներում նշվում է, որ վերջին տարիներին որևէ հակամարտությունում այսքան երեխա չի զոհվել։ Բացի ֆիզիկական վնասներից միլիոնավոր երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները, կորցրել են կրթության հասանելիությունը եւ ապրել երկարատև հոգեբանական տրավմայի պայմաններում։ UNICEF-ը կոչ է անում նաև այդ երկրներին, որոնք ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա, օգտագործել իրենց լծակները, կանգնեցնելու պատերազմը եւ ապահովելու միջազգային իրավունքի պահպանությունը, ներառյալ երեխաների պաշտպանությունը։ Աշխարհը չի կարող անտարբեր մնալ եւ թույլ տալ, որ երեխաների սպանությունն ու տառապանքը շարունակվեն։ Միացյալ Նահանգները Իրան պատերազմի հենց առաջին օրերից հարյուրավոր անմեղ երեխաներ դարձան առաջին զոհերը։ Իրանի իշխանության տվյալներով մոտ 200 երեխա արդեն զոհվել է։ Մինաբի աղջիկների դպրոցում օդային հարձակումների հետևանքով 1 ժամվա ընթացքում զոհվեց 168 երեխա։ Դպրոցների վրա հարձակումները, որոնց հետևանքով զոհվում են անմեղ երեխաներ, խախտում են միջազգային իրավունքը եւ պետք է դատապարտվեն։ Ամեն մի երեխա, որը սպանվում կամ վիրավորվում է հակամարտության ժամանակ, հարված է իր համայնքի ապագային։ Այս հակամարտություններից զատ ականների ձայները չեն լռում Եմենում, Սուդանում, Լիբանանում, Սիրիայում, Մերձավոր Արևելքի մյուս երկրներում։ Միայն Սուդանում 16 միլիոն երեխա գտնվում է անմիջական սպառնալիքի տակ։ Միջազգային կազմակերպությունները նշում են, որ զոհերի թիվը վերջնական չէ, անգամ մարդասիրական օգնությունը երբեմն մահացու է երեխաների համար։ Օրինակ, Գազայում հումանիտար օգնությանը սպասելու ընթացքում օգնության հարվածից մահացել էր 14-ամյա մի պատանի։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։